Այս ուսումնական տարվա սկզբին Երևանի ակադեմիական ավագ դպրոցի տնօրեն Նատալիա Ստեփանյանի առաջարկով 10-րդ դասարանցիների համար շաբաթը մեկ անգամ կիրականացվեն հանդիպումներ տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ։ Նպատակը ապագայում աշակերտների մասնագիտական կողմնորոշումն է։ Առաջին հանդիպումը դատական բժիշկ Վիգեն Ադամյանի հետ էր, ով մոտ 30 տարի աշխատել է այդ ոլորտում, լինելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դատագործական, գիտագործնական կենտրոնի բաժնի վարիչ։ Այսօր նա դասավանդում է Երևանի Մխիթար Հրացու անվան պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնում։ Դատական բժշկագիտությունը տեսական բժշկագիտության մասնաճյուղ է, որը գիտականորեն ուսումնասիրում եւ գործնականում լուծում է քննչական եւ իրավաբանական պրակտիկայում ծագող բժշկական եւ կենսաբանական բնույթի հարցեր։ Դատական բժշկագիտությունը առնչվում է բժշկագիտության մյուս մասնաճյուղերի՝ քրեական իրավունքի եւ քրեագիտության հետ։ Դատական բժշկագիտության հիմնական նպատակն է անձի կյանքի առողջության, ազատության եւ արժանապատվության ոտնահարման դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը։ Կիրառվել է դեռևս հին Հռոմում, Հունաստանում եւ Հնդկաստանում։ Այդ մասնագիտության զարգացման սկիզբը համարվում է 16-րդ դարը։ 1621-ից 1635 թվականներին իտալացի բժիշկ Պաոլո Զաքեասը լույս ընծայեց դատական բժշկության հարցեր 9 հատորանոց ձեռնարկը։ Սակայն դեռ մեր թվարկությունից առաջ առաջին դարում հնդկական Սուշրուտ Սահմիտ աշխատությունում արդեն իսկ նկարագրված է դիահերձումը։ Պահպանվել է նաև մեր թվարկությունից առաջ 44-րդ թվականի հին հռոմեական բժիշկ Անտիսիոսի գրառումը Հուլիոս Կեսարի մարմնի զննման մասին։ Եվրոպայում երկար տարիներ արգելում էին դիահերձումը, եւ բժիշկները դա անում էին գաղտնի։ Նման մի տեսարան իր կտավներից մեկում պատկերել է մեծանուն հոլանդացի նկարիչ Ռեմբրանտը։ Նկարը կոչվում է Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը, ուր պատկերված է հայտնի հոլանդացի վիրաբույժ եւ Ամստերդամի քաղաքապետ Նիկոլաս Տուլպը։ Հայաստանում դատական բժշկագիտության մասին վկայություններ են հասել 10-րդ դարից։ 989 թվականին Անի քաղաքում լուր է տարածվում, թե մի քանի օր առաջ թաղված Սմբատ թագավորը ողջ է գերեզմանը։ Քաղաքացիների հուզմունքը զսպելու համար քանդում են Սմբատի գերեզմանը։ Փորձաքննության ենթարկում նրա դիակը։ 12-րդ դարի սկզբին Հայաստանում եղել են իրավական հարաբերությունները սահմանող դատաստանագրքեր։ Օրինակ Դավիթ Ալավկավորթու կանոնական օրինադրությունը, Մխիթար Գոշի դատաստանագիրքը։ 1921 թվականին Սովետական Հայաստանում կազմակերպվել է դատաբժշկական փորձաքննության ծառայություն։ 1927 թվականին Երևանի պետական համալսարանի դատական բժշկագիտության ֆակուլտետում ստեղծվել է ամբիոն, իսկ 1929 թվականին հիմնվել է Խորհրդային Հայաստանի գլխավոր դատաբժշկական փորձագետի պաշտոն։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցին 10-րդ դասարանցիները իրենց հյուրի դատական բժիշկ Վիգեն Ադամյանի հետ, ով ներկայացրեց իր մասնագիտությունը, պատմեց դեպքեր իր աշխատանքային պրակտիկայից, պատասխանեց աշակերտների հարցերին։ Չգիտենք, կընտրի որևէ մեկը աշակերտներից այս մասնագիտությունը թե ոչ, ամեն դեպքում այս հետաքրքիր հանդիպումը կարծում ենք կթողի դրական հետք այս պատանիների եւ աղջիկների կյանքում։ Իսկ հանդիպումները դեռ առջևում են։